Ծաղկաձորում տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է մարդկանց։ Բնակիչները խուսափում են տեսախցիկների առաջ խոսել, բայց նշում են, որ կվադրոցիկլները պատկանում են Ծաղկաձորի Ալիկ անունով այս քաղաքում հայտնի մարդու։ Դրանց օրինական լինել-չլինելուն ոչ ոք տեղյակ չէ, միայն շեշտում են, որ դեպքից հետո տարածքից հավաքել ու թաքցրել են դրանք։ Կվադրոցիկլների օրինական լինելու դրանց համար պատասխանատուներ գտնելու փնտրտուքով փորձեցինք կապ հաստատել համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին։ Իսկ դեպքի վայրից փախուստ կատարած վարորդը մեղադրվում է քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով համապատասխան տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունենալու համար։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հերքում է տեղեկությունները, թե վարորդը ոչ սթափ վիճակում է եղել։ Քարանիվի կողաշրջման հետևանքով 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 2-ը մահացել են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, 1 անձ ձերբակալվել է։